Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ եթե ցարական քարտեզներում, եթե նայենք Սևանալի չկա, կա այլ անուն։ Հա, ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանալի, չկա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որովհետև եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք Ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմային, պատմական հայրենիքի կոնտեքստ, դա շատ վտանգավոր բան է, որովհետեւ ընդ որում ընդհանրապես արդեն ասացի խաղաղության տրամաբանության համար, որտեվ եթե պատմությանն ենք հղում, պետք է նաև բան անենք։ Տեսեք, ասում ենք 2025 թվականի օգոստոսի 8։ Այդ կոնկրետ կարող ենք ասել ամիս, ամսաթիվ եւ մեկնարկային կետ։ Կարող ենք ասել 2024 թվականի ցավոք չեմ հիշում կանոնակարգը երբ է ստորագրվել, սեպտեմբերին եւ հոկտեմբերին վավերացվել է։ Կարող ենք կետը ասել։ Եվ կարող ենք ասել, այսա քաղաքական մեկնակետ է, որի վրա կառուցվում են մեր process-ները։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Մեր թվարկությունից առաջ 70-ականները օրինակ կարա լինի այդ պատմական հայրենիքի մեկնակետ։ Կարա լինի, թե չէ լինի։ Այսինքն որը մեկը համաձայնա, նախ այս հարցը ճշտենք։ Մեկը կասի 50 տարվանն ասցի, կան ուժեր եւ մարդիկ, ովքեր ասում են ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, լեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, մարտից նոյեմբեր ընկած ժամանակաշրջանը։ Դրանից ավելի լեգիտիմ հենք պատմության գոյություն չունի։ Եվ կհիմնավորեն մարդիկ։ Մի մասը ասում է 500 տարի առաջ։ Եթե ուշադիր լինենք, եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ շատ լուրջ չեք ընկալի, կամ Մոնղոլիան կարող է մեզ ասի մի հատ շատ լավ, եկեք բան ունեմ ձեզ ասելու։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն է, դենց վախ վխելով կամանց, զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր, ինչ կա մեր, դրանից առաջ Իրանը կարա ասի, ես ինչ եք քննարկում, ընդ որում երբեմն, ես ձեզ ասեմ, մի այսպիսի զավեշտալի պատմություն է եղել, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Ուրեմն մի բանավեճի ժամանակ, չասեմ որտեղ է տեղի ունեցել այդ բանավեճի եւ մասնակցությամբ, կողմերից մեկը մյուս կողմին ասել է հիմնավորելու համար իր քաղաքական դիրքորոշումը, ասել է դու գիտես որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ։ Կողմերից մյուսը ասել է, դու գիտես, որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ։ Ու ընդհանրապես հետո պարզվել է, որ այդ զանգը պարսկերեն է նշանակում զանգ։ Հիմի ումն է պատմական ճշմարտությունը։ Ումն է պատմական ճշմարտությունը։ Արաբական երկրները Բյուզանդիան
Հույները, որ սկսեն մակեդոնացուն հիշել ընդհանրապես, Հռոմը, իտալացի մեր գործընկերները, այսինքն մենք ուր կհասնենք։ Ես էլ եմ ասում, մենք այդ պատմությունը կարդացել ենք, և մենք իմ գնահատմամբ արդեն իսկ ստեղծել ենք նոր պատմություն, 2 տարվանն էլ է պատմություն։ Նոր պատմություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այդ պատմության ստեղծումը։ Հա, այդ ընթացքում եւ էլի եմ ասում, ոչ կասեմ բարեբախտաբար, ոչ էլ կասեմ դժբախտաբար։ Պատմական սոցիալ հոգեբանությունը մի բան չի, որ սենց ռուբիլնիկը քաշես ու կանգնացնես, անջատես, անջատիչով։ Մենք պետքա կարողանանք անցյալը տարբերակել ապագայից։ Ընդ որում ապագան այսօր է եւ ապագան նույնիսկ 2024 ապագան նույնիսկ 2024 թվականն է։ Մենք արդեն 2 տարի ապրում ենք ապագայի մեջ։ Հիմա պետք է ընտրություն մենք շարունակելու ենք ապրել ապագայի մեջ։ Որը այսօր է։ Եվ դա մեր ռազմավարությունն է։ Հիմա նույն տրամաբանությամբ ես ձեզ ուղիղ ասեմ։ Նույն տրամաբանությամբ, երբ որ Ադրբեջանը բան անենք, մոնիտորինգ անենք, Ադրբեջանում կարծիքները եւ այլն, ժամանակ առ ժամանակ ներկայացնում են թե ինչ զեկույցներ կա։ Օրինակ Ադրբեջանում այսպիսի դիսկուրս կա, ասում են Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ադրբեջանի։ Ոնց են հիմնավորում, ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։ Դե իրենց ընկալումն է։ Դե ասում են, դե եկեք մենք որ իրանք տենց է, եկեք մենք ասենք գյոյչ է։ Ստեղ էլ ասում են, դե որ ասին գյոյչ է, եկեք ասենք բան։ Գանձակ ասենք։ Եկեք ասենք կովսական, եկեք ասենք քաշաթաղ։ Իրանք ասում են, տեսեք ասցին ջրական։ Եկեք ասենք, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Ու ասում են Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Այնտեղ նայում են, այստեղ նայում են, ասում են, տեսեք ասցին Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Եկեք հիշենք, որ Արամյանցն ու Մանթաշյանն են Բաքվի նավթի տերը։ Բա Ադրբեջանն էլ ասում է, որ խորհրդային միությունը այդ ապօրինի զավթել է բաները։ Շատ լավ, դե ուրեմն Արամյանցի եւ Մանթաշյանի սեփականությունը, որպես մենք ժառանգորդներ, հասկանում եք ուր ենք հասնում, ուր ենք գնում։ Դա սխալ ճանապարհ է։